Սուրճ ու սեր առավոտից։ Ճիշտ ժամին յուրաքանչյուր աշխատանքային օր սիրով ասում ենք բարի լույս եւ սկսում ենք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Ահա եւ եկավ երկար սպասված կարոտած երկուշաբթին, որ բոլորս շատ ենք սիրում։ Ասում ենք բարի լույս եւ հաղթում վաղ առավոտից միայն լավ տրամադրություն։ Դու ռադիոլուսողներին հարց ուտես սիրում են երկուշաբթին թե ոչ։ Դե սիրել բառը փակագծերի մեջ էր Տիգրան ջան, զուտ բաներ, հեգնանքով էր։ Ինչ, մարտի 17-ն է, միասին սկսում ենք 2025 թվականի 12-րդ աշխատանքային շաբաթը եւ հույս հայտնում, որ շաբաթը կլինի հաջող բոլորիս համար։ Այո, եւ կլինի արդյունավետ ու եթե անակնկալներ, ապա միայն հաճելի անակնկալներ, ձեզ վաղ առավոտից փոխանցում ենք մեր սերը, ձեզ հետ վայելում ենք նաեւ մեկ բաժակ սուրճը, սիրելի ռադիոլսողներ, եւ իհարկե, հարմարավետ տեղավորվում ենք կամ համատեղում ենք հաճելին օգտակարի հետ, զբաղվում ենք գործով եւ նույն ժամանակ մեզ ոչ միայն լսում, այլև դիտում եք Հայաստանի հանրային ռադիոյի ուղիղ Facebook-յան էջի ուղիղ եթերում, այո, Facebook-յան լայվը, այո, ծարկված է, նաև ունենք ավանդական կապի միջոց, հեռախոսահամարը 55-37-02 զանգարեք, շփվենք միասին, մանավանդ այսօր հետաքրքիր թեմա ենք ընտրել, բայց թեմայի մասին բնականաբար քիչ անց, իսկ մինչ այդ առաջին երաժշտական համարը առնանում ենք։ Ուզածը մի հեքիաթ է, վարդ է, զարդ է, քեզ համար ամեն ինչ բարդ է, երբ որ հարցն ինձ է վերաբերվում, քո ուզածը միշտ անհայտ է, սիրտդ փակ է, ես անկեղծ ասած քեզնից ոչինչ չեմ հասկանում, թե պիտի մնաս ինձ հետ մնա, թե ուզում ես հեռանալ գնա Ասում եմ և ուզվում եմ ակամա Քո կարոտին չեմ դիմանա Թե պիտի մնաս ինձ հետ մնա Թե ուզում ես հեռանալ գնա Եվ ասում եմ և ուզվում եմ ակամա Քո կարոտին չեմ դիմանա Ինձ քո կյանքը սուտ է, մութ է, ծուտ է Առանց ինձ վիճակդ լուրջը անուրջի չի վերածում Քո ուզածը ասա ինչ է, միթե վերջ է Ինձ ներիր, բայց ես քեզնից ոչինչ չեմ հասկանում Թե պիտի մնաս ինձ հետ մնա Թե ուզում ես հեռանալ գնա Ասում եմ և ուզվում եմ ակամա Քո կարոտին չեմ դիմանա Թե պիտի մնաս ինձ հետ մնա Թե ուզում ես հեռանալ գնա Եվ ասում եմ և ուզվում եմ ակամա Քո կարոտին չեմ դիմանա Սուրճ ու սեր առավոտից։ Արթնացիր Հայաստան 9:35 րոպե։
9:35 րոպե Արթնացիր Հայաստան, մենք սկսել ենք մեր աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, շուտ ձայնս գնաց եկավ, հուզվեց քո ձայնից նույնիսկ տեխնիկան, այո, դե լավ, հիմա ոչինչ, այդպես էլ է լինում։ Բայց արի նորից հիշեցնենք, մարտի 17-ն է, այսօր օրը երկուշաբթի։ Այո, օրը երկուշաբթի է, շատերի մոտ ժողովառատ օր է, մաղթում ենք ձեզ հաճելի ժողովներ, ոչ ձանձրալի ժողովներ, այլ հակառակը, թող դրանք լինեն հաճելիորեն թեժ քննարկումներ եւ արդյունավետ։ Այո, այդպես է կարծում։ Այո, ես բազմաթիվ հաճելի ժողովների եղել եմ։ Արդեն ավարտվել է ժամը 9-ի համայցային այդ փոքրիկ պիցի մինուտկաները։ Հա, ամենակարևոր ժամանակահատվածն է, երբ բժիշկները ծանոթանում են, թե ինչպես է անցել, այսպես ասած, գիշերը։ Այո, եւ փորձում են հասկանալ ով ինչ խնդիր ունի եւ ինչ փուլում է բուժման ընթացքը, այսպես կարող ենք ասել։ Վիգեն Եղիազարյան ջան, ողջույններ, հենց սկզբից արդեն մեզ հետ է։ Մենք նաեւ սիրելի ռադիո լսողներ շատ ուրախացանք, որ եղանակը տաքացել է, բայց այսօր էլ է մարտի 16-ից երեկը, նաեւ 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր 17-ն է Տիգրան։ Դե ես ընդհանուր տեղեկատվություն եմ հրապարակում, որը մենք ստացել ենք հիդրոմետից։ Սա հանրապետության տարածքի մասին է խոսքը։ Սակայն մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում 19-ից 21 շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Եվ նույնիսկ ձյուն։ Լեռնային շրջաններում, չվախենաք։ Հա, լեռնային շրջաններում։ Հիմա ինչ վերաբերում մայրաքաղաքին, ապա այսօր մարտի 17-ին նաև երեք էլ փաստորեն հապոզվեցինք, որ առանց տեղումների եղանակ էր։ Լավն է լինելու եղանակը։ Այո, 18-ի գիշերը եւս, բայց չի նշանակում կարճաթևերը։ Մարտի 18-ի ուշ երեկոյանից սկսած, ել չեմ ասում 19-ից 21-ը սպասում է անձրև։ Անձրևանոցներ, այս բառը ռուսերեն բայց եղանակը տաք է, եղանակը տաք է։ Այս պահին 12 աստիճան է, սիրելի ռադիոլսողներ ջան։ Օրվա ընթացքում իջև 20 աստիճան այսօր մենք եռալու մեքենաներում։ Տիգրան, մի հարց մեքենաների մասին էր խոսքը, որքան տաք է խցանումների պահը, այ կարող ես մեզ ասել, թե ինչ իրավիճակ է։ Ես կակրաս Հենց դա էլ նայում էի։ Դա էլ նայում էի, շատ լավ։ Կներեք, պատահում էի մարդ։ Մեկ մարդ ենք, չէ՞, ի վերջո եւ աշխատում ենք ուղիղ եթերում։ Սայատնովան է այս պահին դեպի օպերա գնացող հատվածը ծանրաբեռնված, այսպես ասենք։ Մեկ էլ մի նյարդայնացեք, որ ամեն փողոցի անունը կարդալուց հետո փողոց բառը չենք ֆիքսում, էլի։ Նաև Ստեփան Զորյանի փողոցն է ծանրաբեռնված, դե այդ փողոցը միշտ ծանրաբեռնված է իսկի։ Այո։ Օրվա ցանկացած ժամի կարող ես նայել ու ծանրաբեռնված է, դե Սարալանջը ինչպես միշտ ավանդական խցանումով է մեզ ներկայանում։ Սա որ փողոցն է։ Ծանր փողոց։ Միքայել Չայլախյանի, ճիշտ եմ կարծում, այո, Միքայել Չայլախյանի անվան փողոց։ Առաջին անգամ հանդիպում պետք է ասեմ, բայց կարմիր է նշված, ոնց չասես։ Որ հատվածում է Տիգրան ջան։ Ոնց չասես։ Դե կենտրոն է համարվում։ Կենտրոնական հատվածում է։ Այստեղ Մարիա Վիոլետա անունով մեր ռադիոլսող օգտատերը մեզ ջերմ ողջույններ է ուղարկում, ասում գարնանային ջերմ ողջույններ ձեր անձնակազմին, շնորհակալություն։ Աբովյան փողոցը միայն վերև բարձրացողն է ծանրաբեռնված դեպի Մասիվ, հա, բարձրանում եք Աբովյան փողոցը դեպի վերև։ Հա, որովհետև որքան հիշում էի, Աբովյանը միակողմանի էր, չէ՞, Մոսկովյանից սկսած։ Վերևի հատվածը, Մոսկովյանից սկսած, Մոսկովյանից դեպի դեպի Բելաջը երթևեկում է։ Սովորաբար ես սովորեմ, որ մարդիկ պիտի գան կենտրոն։ Օրյունն է երկկողմանի ծանրաբեռնված սելունկադիրներ, նկատի ունեցեք։ Այնպես որ մի խոսքով բայց ասեմ ձեզ ոչ թե 6 բալ է, այլ 7 բալ այս պահին մայրաքաղաքում ցուցադրել 7 բալ։ Այդքան շատ։ Դե ցույց է տալիս 7։ Դե մի նյարդայնացեք, մեզ լսեք, մեզ դիտեք։ Բայ երկուշաբթի է, բայ ինչ է։ Բոլորը այսպես թարմուժերով, ոմանք այդքան էլ ոչ թարմուժերով, որովհետև թեժ է եղել օրինակ Կիրակին ենթադրենք եւ այսպես ասած գինովցած, հա, նախորդ օրվա գինովցածի հետևանքներով գնում են աշխատանքի։ Դե չգիտես ով որտեղից, ով ինչպես է անցկացրել իր հանգստյան օրերը, բայց արի հրապարակենք այս շաբաթվա առաջին աշխատանքային օրվա թեման։ Թեման ընտրել ենք սպառողների իրավունքների պաշտպանությունը, որովհետև Մարտի 15-ին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր, իսկ մարտի 15-ը շաբաթ է եւ մենք եթերում չէինք։ Բայց քանի որ թեման շատ կարեւոր ու արդիական է, հատկապես մեզ համար,
գտանք, նպատակահարմար գտանք, որ անպայման անդրադառնանք։ Անպայման, սա շատ կարևոր թեմա է եւ փորձենք միասին հասկանալ ով ինչ գիտի իր իրավունքների մասին որպես սպառող եւ այ բնականաբար խանութներից բոլորս էլ օգտվում ենք, սա ամենապարզունակ օրինակն է, այ ինչ գիտենք մեր իրավունքների մասին, արդյոք կարելի է գնված ապրանքը վերադարձնել եւ երբ։ Իմիջիայլոց այդ հարցերի պաշարը պահեք ու կուտակեք, որովհետեւ մեր այսօրվա հյուրը լինելու է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիկպոյանը, որը շատ հստակ ու լավ գիտի թե ինչ է պետք սպառողի համար եւ թե ինչպես պետք է պաշտպանենք մենք ինքներս մեր իրավունքները որպես սպառող։ Ես նաև նշեմ, որ տոների միջազգային օրացույցում սպառողների իրավունքների պաշտպանության օրը իր տեղը գտել է 1983 թվականից, այսինքն հայմատաբար սա նոր տոն է, այսպես կարելի ասել, դե շաբաթ էր, ինչպես արդեն Լուսինեն նշեց, եւ այսօր մենք աշխատանքային շաբաթը կսկսենք հենց այս թեմայով։ Այնպես որ միացեք մեզ 553702։ Բայց ես մի բան էլ հավելեմ, որ ամենակարևորը, որ իմանանք մեր իրավունքները, բայց սպառող որպես չլինենք, հա, ամբողջ կյանքում, այլ չմոռանանք հոգեվորի, մշակութայինի մասին եւս։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր Ակում եք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերից։ Այո, սիրելի ռադիո լսողներ, եւ եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, մաղթում հաճելի լավ տրամադրություն եւ կարծում եմ, որ հաճելի լավ տրամադրություն նաեւ կարող են մեզ փոխանցել զավեշտալի դեպքերը կապված սպառողական այսպես պատմությունների հետ։ Եղել են դեպքեր քեզ հետ, որ ենթադրենք այդ պահին օրինակ նյարդայնացել ես, բայց հետո երբ պատմում ես, ծիծաղել է մի տեսակ։ Եղել են դեպքեր, բնականաբար, երբ փորձել ես զննել գնապիտակը Եվ հատկապես երբ խանութի, հա, այսպես երեսին փակցված է զեղչեր, մեծ զեղչեր, եւ
փորձում ես բացել այսպես պիտակը, տեսնում ես երկու շերտ է կպցրած։ Եվ տակը ներքին, վերին ուրեմն շերտին մի գին է, տակ ուրիշ գին է կպցրած։ Պարզվում է, որ զեղչերին ավելի թանկացել են, քան թե միջև զեղչերը։ Եթե գների հետ կապված ասեմ, ապա ես էլ նկատել եմ, որ շատ մեծ սուպերմարկետներում իմիջայլոց դու տեսնում ես մեծ գնապիտակներ զեղչված տարբերակներով, ձեռք ես բերում այդ այսպես ասած մթերքը, երբ հասնում ես դրամարկղ եւ վճարում ես կատարում, տեսնում ես, որ բոլորովին այլ գին է հաշվում։ Միջև հասնում ես շատ տարածված տաղավարից դրամարկղ, արժեքը փոխվում է։ Այո, հարգելի սուպերմարկետների մենեջերներ, ու ձեզված մի զգացեք, երբ դրա մասին մենք բարձրաձայնում ենք եւ խոսում ենք, եւ մի ասեք, «Վայ, երևի գնապիտակը խախտվել է, չի կարող 10 այսպես մթերքի գնապիտակ միաժամանակ խախտվել»։ Եվ սիրելի ռադիոլսողներ, մեր հորդորը ձեզ, մի լռեք, անհարմար մի զգացեք, երբ տեսնում եք նման բան, եւ բարձրաձայնեք հենց տեղում, որովհետեւ իրենց ամբողջ հույսը այն է, որ դուք անհարմար զգաք եւ ձայն չանեք ի վերջո։ Ահա, նաեւ եւս մեկ ցավոտ հարց, ես կարծում մեր այսօրվա հյուրերը կփորձենք հասկանալ, արդյոք գնված ապրանքը կարելի է վերադարձնել եւ երբ։ Ես գիտեմ, քանի օրվա եւ քանի ամսվա ընթացքում։ Ուղղակի պետք է թղթերը պահել եւ 14 օրվա ընթացքում կարող ես հետ վերադարձնել, եթե չես վնասել այդ ապրանքը եւ թղթերը քեզ մոտ առկա են։ Սա կարևոր է։ Եթե ես գնել եմ տաբատ եւ 14 օր անց տաբատը կրել եմ եւ գունաթափվել է այն միանգամից առաջին լվանալուց հետո, այսինքն կտորը չունի որակ։ Արդյոք ես կարող եմ այդ անորակ տաբատը վերադարձնել խանութ։ Այդ դա կհարցնես Բաբկեն Պիպոյանին, բայց ես ուրիշ մի զավեշտալի դեպք ասեմ, մի անգամ գնացել էի խմորեղեն գնելու ու վերցրեցի, դե ես միշտ նայում եմ ժամկետները, դա պարտադիր պայման է, ես առանց ժամկետ նայելու ոչինչ չեմ գնում, իմիջիալոց խորհուրդ եմ տալիս նաև ձեզ, ու մեկ էլ տեսնեմ, որ գրված է այդ թխվածքաբլիթի վրա վաղվա ամսաթիվը, այն դեռ չէր եկել, օրը դեռ չէր եկել, ապագայի թխվածքաբլիթ գնեցի եւ երջանիկ գնացի, իսկ ձեզ հետ ինչ դեպքեր են տեղի ունեցել, հարգելի ռադիոլսողներ, կարող եք զանգարել 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարին եւ բնականաբար կարող եք մեզ գրել on-line հարթակի միջոցով, միջալոց աբոյին հարցրեցի։ Եվ ինչ ասաց նա։ Դե ես ամբողջ աշխարհի մակարդակով հարցրեցի աբոյին, արդյոք սպառողների աշխարհում որքան են խախտվում սպառողների իրավունքները, նա պատասխանեց, որ տարածված խնդիր է ամբողջ աշխարհում, դրանք տարբեր ձևեր կարող են ունենալ, կախված երկրից, շուկայից ու ոլորտից եւ հիմնական խախտումներն է առաջ բերել, դա կեղծիքն ու մանիպուլյացիան է առաջին տեղում, կեղծ գովազդ, մոլորեցնող պիտակավորում, թերի կամ սխալ տեղեկություն ապրանքի կամ ծառայության մասին, որը հաճախ հանդիպում է, մենք դա տեսնում ենք, երկրորդը որակի եւ անվտանգության խնդիրները, այսինքն վնասակար կամ թերի ապրանք, որը սպառնում են, հա, այսպես ասած առողջությանն ու անվտանգությանը, այստեղ կախված թե ինչ մթերք եք գնում, ուշադիր կարդացեք, թեպետ շատ մանր է գրված եւ շատերը դժգոհում են, որ չեն կարողանում կարդալ։ Այո, շատ ուշադիր կարդացեք, որտեղ ես հիշում հայտնի սուպերմարկետներից մեկում, երբ հանդիպեցի շատ գեղեցիկ պատետավորված գիլաս, կարծեմ գիլաս էր։ Հետո եւ պարզվեց 1-0 ավել էր այնտեղ գրված այդ փոքրիկ տուփը արժեր, կարծեմ 20000 դրամ։ Մի արա Տիգրան ջան։ Հա, մի խոսք ցաներ է։ Գների մանիպուլյացիան էլ ասացինք, չէ, մոնոպոլիաներ, արհեստական գնաճ կամ թաքնված հավելյալ վճարներ եւ մի եղեք մարքեթինգի զոհ, սիրելի ռադիոլսողներ, այդ հաճախ այնպես չի, որ իրական են բոլոր զեղչերը, կան իրական զեղչեր, դրա մասին չենք էլ խոսում, բայց միշտ չի, որ այդ զեղչերն իրական են եւ անարդար ծառայություններն է առանձնացրել մեր աբոն, վատ հաճախորդային սպասարկում, երաշխիքների չկատարում, վճարած ծառայությունների թերի մատուցում։ Իսկ այ պաշտոնական կայքերի մասին խանութների աբոնին չի ասում։ Այստեղ բան չկա գրված է, որ ըստ ՄԱԿ-ի եւ Սպառողների պաշտպանության միջազգային կազմակերպությունների զարգացող երկրներում այդ խնդիրներն ավելի սուր են ու ավելի հաճախ, բայց զարգացած երկրներում նույնպես նման բաների հանդիպում ենք։ Հարցնում եմ, որ կոնկրետ ոլորտներով ենք հետաքրքրված, իրավունքով, առցանց գնումներ, բանկային ծառայություններ, սնունդ թե այլ։ Դե մենք ընդհանուր ենք այսօր փորձում հասկանալ, թե ինչպես պիտի անենք, որ որքան հնարավոր է, այսպես ասած, զոհ չդառնանք։ Հաճախ գնում ես որևէ խանութ, ուզում ես որևէ հագուստ ձեռք բերել եւ ասում են, գիտեք, վերադարձի ենթակա չէ։ Ես այդ ժամանակ պատտվում եմ եւ ցիտում եմ մեր օրենք եւ ասում եմ դուք իրավունք չունեք։ Կամ տեսնում ես կայքում այս կամ այն ապրանքը
Գնում ես եւ որպեսի գնես այդ ապրանք, ասում են դա պարզապես որպես մարքեթինգային տարբերակ տեղադրված է, չունենք այդ ապրանքից։ Կայքում կա, բայց կայքը ուշադրություն մի դարձրեք կայքին։ Դա մարքեթինգ էր, վերջ։ Դա մարքեթինգ է։ Այդպես որ պետք չէ կուրորեն հավատալ այդ ամենին հարգելի ռադիոլուսով։ Ասեք սկրին ես անում, կայքը գնում ես, շտապում ես որ գնես քո ուզած ապրանքը, ասում են չունենք։ Չենք թարմացրել, մնացել է այդպես։ Եթե մեզպես դուք էլ պահանջատեր լինեք, կարծում եմ կփորձեն որքան հնարավոր է քիչ զեղծարարություններ անել, որովհետև Արդյունանում են, չէ, ի վերջո։ Դե ինչ, հանրայինի սպառողներ զանգարեք մեզ 553702, ձեր հարցերը մեզ համար կարևոր են, էլ չեմ ասում, մենք հարցերը կուտակելու ենք, որպեսզի փոխանցենք նաև մեր հյուրին, ում հետ զրույցը կսկսվի արդեն հաջորդ եթերաժամին լուրերի թողարկումից հետո։ Say, hey now, baby. Oh, mama, don't play now, baby. Say, hey now, baby. So let's get one thing straight now, baby. Tell me if you love me or not, love me or not, love me or not. At the house on you, am I lucky or not, lucky or not, lucky or not? You gotta tell me if you love me or not, love me or not, love me or not. I'm wishing for you, am I lucky or not, lucky or not, lucky or not? Games, are we too grown to play around? Young enough to chase, but old enough to know better. Are we too grown to change? Are we too grown to mess around? Ooh, and I can't wait forever, baby. Both of us should know better. Ooh, 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 been wishing for you. Ooh, ooh, try to do what lovers do. Ooh. Իննացը 53 րոպե, մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրայինի ուղիղ եթերից, սուրճ ու սրարավոտից հաղորդումը հիշեցնեմ ձեզ հետ է ամեն աշխատանքային օր ուղիղ 9:30-ից 11-ը։ Եվ չմոռանանք նաև նշել, որ այսօր ձեզ համար ուղիղ եթերում աշխատում են մեր շատ սիրելի Տիգրան Հարությունյանը Եվ ոչ պակաս սիրելի Լուսինե Վարդյանը։ Դու պարտադիր այդ ոչ պակասը պիտի ասես, չէ՞ Տիգրան ջան, անհնար է առանց դրա։ Եվ իհարկե առատության նշանն է։ Ոչ պակաս։ Բարի լույս մեր գործընկերներին։ Բարի լույս, ջեր։ Խնդրեմ մենք նաև ապակուցայքով հետևում ենք թե ով որ ժամին է գործի գալիս։ Հա, կարող ես վերցնել ինչ էին ասում այդ թղթին։ Որ գրում էին ժամերը։ Մատյանը վերցրու քո ձեռքը եւ սկսի լրացրել ուղիղ եթերում։ Չէ, թեպետ մեր ուղեղում այդ մատյանները ամբողջությամբ կան եւ մենք ֆիքսում ենք ինչեւէ, լավ, այստեղ մեր ռադիոլուսողներին էլ ջերմ ողջունենք, Արտակ Մխիթարյան ջերմ ողջուներ, եթե ունեք հիշում եք զավեշտալի դեպքեր կամ
մի քիչ տխուր, բայց շատ տխուր չէ, էլի։ Հիշեցնենք, որ մեկ օր առաջ աշխարհը նշում էր սպառողների իրավունքները, դե 15-ին էր, այսօր 17-ն է։ Դե մենք արդեն 17 օր ենք սկսել։ Այսօր մենք միասին փորձում ենք հասկանալ, թե ինչ գիտենք որպես սպառող մեր իրավունքների մասին եւ նաեւ սպասում ենք մեր հյուրին ոլորտի գիտակներից մեկին եթերաժամի հաջորդ եթերաժամին, որպեսզի մեր հարցերն ուղենք։ Մինչ այդ արի հարցնենք մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանին, եղել են արդյոք խնդիրներ կապված իր իրավունքների հետ որպես սպառող։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, հաճելի է ձեզ տեսնել։ Մեզ շատ հաճելի է տեսնել քեզ մեր ստուդիայում։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է հարցին, ճիշտն ասած, ինձ հետ չի պատահել նման դեպք, որպեսզի նման օրինակ խանութում գնումների ժամանակ տենց խնդիրներ առաջանան, բայց դեպքեր շատ լսել եմ, մենք պարբերաբար անդրադառնում լուսաբանում ենք ռադիոլուրի եթերում, այսպիսով խելացի սպառող լինելը շատ կարևոր է, իմանալ իր իրավունքների մասին, ինչ է անհրաժեշտ, հուսով եմ եթերաժամի մյուս հատվածում ավելի ընդգրկուն կանդրադառնանք այն հարցերին, թե ինչ պետք է անի սպառողը, որպեսզի իր իրավունքները պահպանի։ Որպես սպառող որքան ուշադիր ես դու, Հասմիկ։ Իհարկե, մասնավորապես սննդի ձեռքբերման հարցում կաթնամթերքի, մսամթերքի, որպես կանոն մսամթերքը չեն նշում ժամկետի մասով, ուղղակի տեղեկացնում են մորթը երբ է կատարվել։ Բայց համենայն դեպս դու գիտես չէ որտեղից գնես, որ քեզ չխաբեն, որ լավ մի ստան եւ այլն, այդ ներքին բաները կան։ Հիմնականում կաթնամթերքին է վերաբերում։ Հենց կաթնամթերքի մասին եմ ուզում խոսել, նկատել եք արդյոք, երբ փորձում ես մի քիչ խորանալ, տեսնել որտեղ է դրված թթվասերը եւ աստորեն թարմ ստացածները թափվում են ետևի մասում։ Հետևից եմ հանում, այո։ Իսկ արջևի մասում դնում են 3-4 բան։ Այո, այդ հնարքը օգտագործում են խանութի աշխատակիցները։ Միգուցե որպեսզի չմնա, հետ վերադարձ չլինի, ներքին պայմանավորվածություն սպառողներն ուզում են նորը գնել, թարմը գնել, որ այսօր են ստացել։ Մի խոսքով շատ կարևոր է իմանալ, թե ինչ իրավունքներ ունի սպառողը եւ փորձենք ինքներս, ինչպես մեր շատ ելի դասական Բաբկեն Պիպոյանն է ասում, պետք է պահանջատեր լինենք, այո, մեր իրավունքների մասով։ Ասեք, իսկ այ փորձել ես ինչ-որ բան ետ վերադարձնել, այ գնել ես ինչ-որ մի բան, ապրանք։ Այո, եղել է, հագուստ է եղել, 14 օր են նշում հիմնականում, որ կարող են 14 օրվա ընթացքում վերադարձնել կտրոնի պահպանմամբ, իհարկե, որպեսզի ներկայացնեն, իսկ եթե բանկային գործարք է կատարվել, նաև բանկային կտրոնը լինի։ Այստեղ շատ կարևոր բան է, այո, դա էլ է շատ կարևոր եւ տարբեր ոլորտներում։ Իսկ եթե լվացել ես այդ ապրանքը եւ 14 օրն անցել է, գունաթափվել է, կոշիկի պարագայում նման ինչ որ գործում է կարգ, մեր մասնագետը ավելի լավ կներկայացնի, եթե չեմ սխալվում, նման կարգ կանոն կա։ Այստեղ կա նաև կանոն ներքնազգեստի պարագայում, որ հետ վերադարձ չկա, ու դա կարծում եմ շատ նորմալ է, որ հետ վերադարձ չկա, բայց մենք այդ մանրամասներն անպայման կճշտենք արդեն։ Շատ լավ, այս բանին շատ արագ գովաստ եթերաժամի ավարտին, որից հետո արդեն եթերը կտրամադրենք մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանին, խնդրեմ։ Սուրճ ուսեր առավոտից։ Գովազդը այսպես կարճությամբ իր հնարավորություն տվեց, որպեսզի նաև Հասմիկին հարցնենք եւ ասենք այ ինչպիսին է առասարակ այսօրվա լրահոսը, ինչ տեսք ունի, եթե գույների վերացենք՝ կապույտ, կարմիր եւ մուգ կանաչ, այ ըստ քեզ ինչ գույնի լրատվությունը այսօր։ Եթե նշեիք, թե ամեն գույնը ինչ իմաստ ունի, ինչ բնորոշում ունի, թողնում ենք քո երևակայությանը, Հասմիկ։ Մուգ կանաչը
Էկոլուրեր են։ Էկոլուրեր են։ Մնաց կապույտը։ Բա էկոլուրեր չեն մենակ դրամ, բան, Մենք կարմիր եւ կապույտ լուրեր ենք այսօր հաղորդելու։ Կարմիր եւ կապույտ։ Թեժը դուրս գալիս է, հա, ոնց որ թե իմիջիալոց գախնիկ բացեմ, Տիգրանը շատ սիրում է անպայման լուրեր նայել եւ երեկոյան ժամանակահատված ունի, որ պարտադիր տրամադրում է լրատվությանը։ Պետք է հետևեմ դաշտի միջա կատարում։ Բայց քնելուց առաջ ինձ թվում է վնասակար է լուրեր նայելը, որովհետեւ այդուհանդերձ լարվում ես, տեղեկությունների տարափ է, պետք է խաղաղեցնող։ Իհարկե դա չի վերաբերում մեր ռադիոլուրի լրատվությանը, որը միշտ լսում ես հաճիկով եւ երբեք չես լարվում։ Այո, լսենք մեր գործընկերներին, լրագրողների պատրաստած նյութերը եւս։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, թեմաները նախամարոտ։ Պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։ Իրավիճակը հանգիստ է, Եվրամիության առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, հայտարարում է Դոնալդ Թրամփի խորհրդականը։ Թեմաները ընդգրկում վարքյան նրանց։ Եվ այսպես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մարտի 16-ին եւ 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել։ Մասնավորապես X-ի միկրոբլոգում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրառմամբ տեղեկացրել է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ, իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել։ Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ կեղծ լուր է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ Նշենք, որ տեղի է ունեցել նաև վարչապետի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ եւ վարչապետը կրկին տեղեկացրել է բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային եւ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Նշեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին էին հայտարարել, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ։ Մասնավորապես գրառումից տեղեկանում ենք. ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել ու պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ հիմա պետք է վերջնականացնենք խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար, ընդգծել է Ուոլցը։ Նախորդ շաբաթ նա Մոսկվայում բանակցություններ էր անցկացրել ռուսական կողմի հետ եւ նահանգներ վերադարձի ճանապարհին, ինչպես գրում են լրատվամիջոցները, ինքնաթիռը վայրեջք էր կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։
Խոսենք միջազգային անցուդարձի մասին Ռուսաստանի, Բելարուսի եւ Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական հանդիպում են անցկացրել նախորդ շաբաթ, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ։ Կրեմլի ծառայությունը հայտնում է, որ պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ եւ տեղեկանում ենք, որ Բաքվում տեղի կունենա Դաշնային ժողովի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Փետրվարի վերջին հաղորդվել էր, որ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար։ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկում են Ռուսաստանի եւ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստման թեման։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն է այս մասին ասել եւ հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շփումներ են ընթանում, սակայն դեռևս ոչ պետությունների ղեկավարների մակարդակով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հեռախոսազրույց են ունեցել, արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը, ինչպես նաեւ նահանգների հարվածները Եմենի հութիների դեմ։ ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ Մարկո Ռուբիոն տեղեկացրել է Սերգեյ Լավրովին Վաշինգտոնի որոշման մասին սկսել ռազմական գործողություններ Եմենում Անսար Ալլահ շարժման դեմ։ Պետքարտուղարությունը գործողությունը որակել է որպես ռազմական զսպում։ Թեման շարունակելով նշեմ, ԱՄՆ պաշտպանության նախարարը Կիրակի ասել է, որ նահանգները կշարունակի հարվածները Եմենի հութիների դիրքերի վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցրել նավերի վրա հարձակումները։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նաև ընդգծել է, որ Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցում է հութիներին, ավելի լավ է նահանջեն։ Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին է հայտարարել, որ հութիները անկախ են եւ ինքնուրույն են որոշումներ կայացնում։ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում Եմենի Անսար Ալլահ շարժման քաղաքականության ուղղորդման մեջ։ Եվ լրահոսի վերջին լուրը երեք Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով երկկողմ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ հարաբերությունների նոր դարաշրջանում երկու երկրները առաջ կմղեն համագործակցությունը համերաշխությամբ, նպատակաուղղված մոտեցմամբ եւ անկեղծությամբ։ Թուրքիայի նախագահի խոսքով տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները պահանջում են ավելի սերտ խորհրդակցություններ Թուրքիայի եւ նահանգների միջև բոլոր կարևոր թեմաների շուրջ։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Անկարան ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու Թրամփի նախաձեռնությունը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Lo trastaio, tu bomba da, non è dai,
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք արթնացնում ենք Հայաստանը ոչ միայն տեղեկատվությամբ, այլև բազմաժանր երաժշտական ընտրանիով։ Շատ բազմաժանր երաժշտական ընտրանի էր այսօրվա Տիգրանի ընտրած այս կատարումը կարծում եմ շատերին տարավ հերավոր տարիներ առաջ Դոլինան հիշեցրեց, որ առջևում մայիսն է։ Դա չիմանալ։ Դե հա, բան չասացի, ինչևէ։ Եվ սիրելի ռադիոլսողներ, հիշեցնենք մենք այսօր խոսում ենք մեր իրավունքների մասին որպես պարող եւ փորձելու ենք հասկանալ որքան ենք տեղեկացված մեր իրավունքներից որպես պարող ինչ խնդիրներ են առաջ գալիս եւ ինչ սխալներ ենք հաճախ մենք ինքներս թույլ տալիս իսկ այդ հարցերին կպատասխանի այդ ոլորտում դասականը ինչպես սիրում եմ ասել։ Այո, մեր հարգելի հյուրը, ով արդեն տաղավարում է, իրազեկ եւ պաշտպանված պարող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է տաղավարում։ Բարև ձեզ։ Բարի առավոտ։ Ուրախ եմ ձեզ սիրում կալել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բաբկեն, ուզում եմ հասկանալ, եղել է դեպք, երբ որպես պարող դուք եք տուժել։ Անընդհատ։ Լավ, դուք ուշադիր չեք։ Չէ, ուշադիր եմ, բայց որպես պարող տուժելու համար, տուժելուց միայն ուշադրությունը հնարավոր չի, որ խնդիրը լուծի։ Դե բայց որ տեղեկացում է տեղեկացվածը ուրեմն պաշտպանված է։ Այո, որովհետև երբ որ դու հասկանում ես, որ բախվել ես խնդրի գնում ես իրացման, վերջին արդյունքում դու քեզ պաշտպանում ես։ Բայց դա չի նշանակում, որ դու խնդրի չես բախվելու։ Հա։ Եկեք հասկանանք ամենապարզ օրինակով արդյոք հնարավոր է վերադարձնել ապրանքը, եթե անցել է 14-րդ օրը։ Նայած ինչի գործ ունենք։ Եթե դա հագուստ է, եթե գամ օրենքի ձևակերպմանը, օրենքը ասում է ապրանքը վերադարձի ենթակա է 14 օրվա ընթացքում, եթե տնտեսվարողը ավելի երկար ժամկետ չի սահմանել։ Այսինքն մինիմումը 14 օրն է, բայց կարող է բիզնեսը ինքը իր մարքեթինգի համար ասի, որ ինքը մի ամիս է վերադարձանում։ Օրենքը չի արգելում սա։ Օրինակ տեսեք, դեղի վերադարձը օրենքով արգելվում է։ Եթե բիզնեսը անգամ այդ դեղի վերադարձը անում է, իհարկե մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ երբ որ լավությունը տեղի ունենա, այսինքն ով է հետ տալու, երբ որ սխալ առել կամ չգիտեմ շատ առել, փոշմանելա կամ գտելա, պետանում է ուզում է հետ տա, հետո չի բողոքի, որ օրենքով չպետք է հետ տայի, բայց հետա վերցրել, չեն տուգանի, բայց զուտ եթե նայենք, ապա դա օրենքով պատասխանատվություն է ենթադրում, վերադարձը արգելված է, ապա ոչ պարներն են ապրանքները, որոնք վերադարձի ենթակա չեն, բիզնեսը ինքը իր մարքեթինգի համար կարող է սահմանել երկար ժամկետ իդեպ, ասեմ, ես առնվազն 2 բիզնես գիտեմ, որը 1 ամիս է։ Այո, որովհետև ուզում եի հասկանալ։ Հիմա տեսեք, ես գնել եմ հագուստ եւ առաջին լվացումից հետո այն գունաթափվել է, 14 օրն անցել է։ Հիմա այդ գունաթափված անորակ, հա, կտորից այսպես ապրանքը ինչ անեմ ես։ Տեսեք, էլի պետք է գանք օրենքին եւ հենց տեղ շատ-շատերի մոտ այս մոլորեցումը կա, սխալ կիսատ տեղեկացվածության հարց ունենք, մենք օրենքով ապրանքի վերադարձի 2 մեխանիզմ ունենք՝ պատշաճ որակի ապրանք եւ ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձ։ Երբ որ մենք խոսում ենք 14 օրվա մասին, 14 օրը դա պատշաճ որակի ապրանքին է վերաբերում, իդեպ եթե ու սահմանվում որ մենք չենք օգտագործել այս ապրանքը։ Այսինքն մենք նրա որակական հատկանիշների, իրական հատկանիշների մասին պատկերացում էլ չենք կարող ունենալ։ Այ ուրիշ բան, ինչպես կարանք օրինակ որակական հատկանիշների մասին բան իմանանք, մարդը կարա ձեր ասածով գնի հագուստը տանի տուն, ընտանիքի անդամները ծիծաղեն, ասեն դու առել ես 50 տարեկան, չգիտես մինչև հիմա որ դու միայն բամբակ ես կարում հագնես, դու այս անգամ առել ես մի բան, որը բամբակից չի տար, վերադարձրու, այսինքն ոչ թե որակի, այլ անձնապես անհամապատասխանություն բաղադրության հետ ինքը առանց օգտագործել այս ապրանքը տանում է վերադարձնում է 14 օրվա մեջ։ Իսկ եթե ապրանքը ոչ պատշաճ որակի է, ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձի ենթակա է անկախ բացահայտման ժամկետից։ Նույնիսկ։ Իհարկե։ Հիմա դուք այդ հագուստը այո, ապացուցելու հարց կա, որովհետև շատ կարևոր է նաև թե օրինակ մենք ինչ ենք ակնկալում։ Ես այս օրինակը միշտ բերում եմ։ Երբ որ մենք գնենք պոպոկ կոտրելու սարք, որը մենք արտաքին վիզուալ զննությամբ էլ տեսնենք, որ ինքը պետքա կոտրի մեր համար 1000 հատ ընդամենը, այսինքն էժանա, արդեն հումքը արդեն ակնհայտ նկատվում է ու տուփի վրա էլ գրած է, որ երաշխավորվում է 1000 հատի օգտագործումը, եթե մենք տանենք 1200 հատ օգտագործենք, այդ ապրանքը մեր համար անգամ որակյալ կլինի, որովհետև մենք իրանից ակնկալում էինք 1000-ը։ Եթե մենք առնենք մետաղական, որ պետքա տանենք ինքը մեզ 10 տարի ծառայի, եթե 6 ամիս հետո 10000 հատ կոտրից հետո կոտրվի, կհամարենք անորակ, որտեղ ակնկալել ենք, այսինքն այո, ոչ թե ապացուցելիության, այլ շատ դեպքերում
մենք գնումը կատարելիս ունենում ենք սխալ սպասում եւ գնումը կատարելիս ունենում ենք ճիշտ սպասում։ Երբ որ մենք ճիշտ սպասում ունենք ապրանքի որակի հետ կապված, ապա շատ հեշտ է ապացուցելիությունը, որովհետեւ Դե տարախանութ ասացին բարձրապես շփվել է մարմնի հետ եւ դա ինդիվիդուալ է գույնը այսինքն մարմնի որակից է կախված գույնը կտավի թե այստեղ խանութում ասեցին օրենքը իհարկե նախատեսում է այս դեպքերում ոչ բաճ որակի հետ կապված հետեւական մարտիկ չեն լինում մինչեւ վերջ գնալու որովհետեւ օրենքը շատ հստակ է ձևակերպում որ եթե կա կողմերի միջև վեճ իսկ դա նորմալ է որ տարբեր կողմեր տարբեր կերպ ընկալեն այս հարցը ապա նշանակվում է փորձակնություն, որի արդյունքում պարզվում է եւ իդեպ օրենքը նաեւ նախատեսում է, որ փորձակնության վճարը վճարում է սխալ կողմը։ Իհարկե սկզբից տալիս է տնտեսվարողը, բայց եթե պարզվում է, որ սպառողը սխալ էր, ապա հատուցում է տնտեսվարողին փորձակնության, որպեսզի իրավակարգավորումը բերվել անց, որ հավասար իրավունքներ լինեն, որովհետեւ դու իրավունք չունես, նաեւ բիզնեսի իրավունքները դնես ամբողջությամբ միտեղ ու կոպիտ ասած բիզնես այլ շահառուի հնարավորություն տաս վնասի իր պոտենցիալ հա մրցակցին շատ տիպիկ օրինակը բերեմ մի պահ պատկերացրեք կողքի երկու խանութ հագուստ են վաճառում այս մյուս կողքի խանութը ասում է շատ լավ է արեք գնանք այս մարդու մոտից օրը մի հատ վերնաշապիկ առնենք տանենք մեր բնակարաններ լվանանք չնախատեսված ռեժիմով այսինքն կամայական հագուստ նաև ունի իր լվալու ռեժիմը չէ Փչացնենք, բերենք ասենք հետ վերցրու։ Ինքն էլ ասի չէ, ախր դու ես փչացրել, տանենք փորձակնության, թողոնը փորձակնության գումարը վճարի երկու անգամ ավելի թանկ։ Եթե մենք բիզնեսին պաշտպանելու իրավական մեխանիզմ չունենանք, շատ հանգիստ բիզնեսները կսկսեն իրար սնանկացնելով, իրար վնասելով, հա, խնդիրներ։ Դրա համար իրավակարգավորումը գրվել է այդպես։ Բայց ցավալի բանի մասին եմ ուզում խոսենք։ Ես վերջին ժամանակներս եմ հատկապես սկսել բարձրացնել ես հարցը իրականում սպառվում մենակ շորը կոշիկն ու սնունդը չի այսինքն երբ որ առաջի հարցը տվեցիք ես արդյոք բախվում եմ որպես սպառող խնդիրների երբ որ առավոտյան դու զարթնում ես ուզում ես գնաս աշխատանքի ու հանրային տրանսպորտից չես կարողանում օգտվել ստիպված ընտրում ես այլ ընտրանքը արդեն կամ թանկական ինչի ոչ նաև որոշ դեպքերում է այլ ընտրանք տան հարմար որովհետև կան տեղեր որովհետև օրինակ ես հենց հիմա գալիս էի ռադիո, որտեղ մեքենան կայանելու խնդիր կա, այսինքն ես ուզեի չուզեի, հա, արդեն ընտրելու էի մի տրանսպորտային միջոց, որը պարզապես իմ նախասիրությունների մեջ չէր մտնելու։ Այսինքն կամա թե ակամա որպես սպառող իմ իրավունքը ոտնահարված է եւ որքան էլ ուզում ալինեմ իրազեկ, եթե հարային եթե համապատասխան կառույցները համապատասխան քայլեր ձեռնարկեն, պաշտպանված լիարժեք չեմ լինի։ Շատ լավ, լսենք ռադիոլսողի նայում։ Երկար սպասեց, ասեք բարի լույս, դուք ուղիղ եթերում եք։ Խնդրում եմ ռադիոյի ձայնը իջեցրեք եւ մեզ միայն լսեք հեռախոսով, լավ։ Ես նախ ուզում եմ կարող եմ խոսել։ Այո, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ես նախ ուզում եմ պարոն Տիպոյանի հայրենիքի հավաստիքը հայտնել։ Այո։ Դե երաշտական նոտա է կոչում հաղորդում։ Հա, Տիգրան Հարությունյանի մասին է խոսքը, հաջողության նոտայի մասին։ Ունեինք այդպես հաղորդում։ Ահա։ Եվ առաջին անգամ ես պարոն Տիպոյանին նրա երաշտացանքում լսեցի նախընտրեց հաղորդել նոտասի ռեկվիեմից մի հատված։ Սովորաբար բոլոր երիտասարդները ովքեր գալիս են այդտեղ ինչ որ տեխնիկային թատրոնի տնօրենի բնորոշմամբ 5 րոպեի կյանք ունեցող գիթեր են լսում։ Հիմա անցնենք բունի իմ հարցը։ Այ, շատ ճիշտ եք, եկեք անցնենք։ Երկու շաբաթ առաջ Մաշտոցի պողոտայի սիթից ես բանջարեղեն գնեցի։ Ես տեսա, որ բոլոր բանջարեղենից ամբողջ տեսականից, սորական համեն և մյուս այդպիսի բաներ բողք և այլն, DDT-ի հոտս և համեր գալիս։ Ուղղակի ես տարիքով շատ մեծ եմ, 80-ամյակին եմ չեմ կարող կամ գնալ կամ զանգեցը հաջողվեց իրեն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, ես տեսնել ինչու է այդ բանից կանաչեղենից բեզևերի հոտ գալիս։ Ներեցեք դրսից եք գնել, թե խանութից։
Խանութից։ Հիմնականում խանութում եմ առողջանում։ Լավ, շնորհակալություն հարցի համար։ Դրսից գնացից այդպեսի ոչ գալիս, ոչ խամը ոչ։ Լավ, շնորհակալ ենք հարցի համար, խնդրեմ, պարոն Պիպոյան։ Իվանա պարոն Պիպոյան, ինչ հոտ գալիս։ Չեմ կարող ասել, բայց այս դեպքերում, եթե կասկածելի հոտ կա, սննդի դեպքում պետք է դիմել առաջի հերթին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, այնտեղ տարբեր պատճառներ կարող է լինել, այնպես չի որ մենք հոտով միանշանակ կարող ենք բարձել դա ինչի հոտեր էլ չեմ բացառում որ խոնավության հոտ կարա լինի, նաև այո, ինչ որ մնացորդ կարա լինի եւ այդ նույն տեսակ երբ որ քաղաքացին ասում է դրսում մենք ինչքան էլ հորդորում ենք մարդկանց դրսից առևտուր չանել, բայց այդ նույն դրսում մարդը բացօթյա դրած, խոնավություն լրացուցիչ չի գալիս, մի քիչ էլ հարավտալը սա իհարկե, բայց տեսեք, եթե հոտի տեսանկյունից դիտարկենք, եկեք հասկանանք, որ դեպքում հոտ չի գա, երբ որ փակ խոնավ տեղում պահած լինենք, թե բաց։ Իհարկե, մենք չենք ողջունում, ոչ միայն չենք ողջունում, այլ իրականում էստեղ էլ խնդիր կա, տեսեք, այդ փողոցային առևտուրն էլ, որը որ ծնվում է, սոցիալական կյանք եւ այլն, տեսել եք, չէ՞, ինչ տարիքի, ինչ խնդրի մարդիկ են հիմնականում այս առևտուրն իրականացնում, ճարահացյալ, բայց իրականում ստեղել ունենք խնդիր, որովհետև բառիզմուն իմաստով մենք սպառում ենք Երևանը։ Մենք Երևանում արդեն քայլելու տեղ չենք թողում, էլ չեմ ասում, որ բոլոր այն տարածքները, որոնք հնարավոր է մասնավորեցնել, մասնավորեցվել են եւ սրանից ընդամենը 10-15 տարի եթե հետ գնաք, կհիշեք ամեն թաղամասում, ել չասեմ վարչական շրջանում մի քանիսը, բոլոր վարչական շրջաններում կային փոքրիկ հատվածներ, որոնք բացօթյա շուկա են հիշեցնում։ Եվ այս բացօթյա շուկաներում համ բնակավայրերին էր ավելի մոտ մարդիկ հանգիստ կարողանում էին առևտուր անել, համ էլ մարդիկ կարողանում էին ինքնակազմակերպվել։ Այսօր մարդկանց մենք ասում ենք չէ, ստեղից դուրս եկեք, բայց առաջիկա մոտակա տեղը, որ ուղարկում ենք, տնից ասենք 10-12 կիլոմետր հեռավորության կամ 5 կիլոմետր հեռավորության վրա բնականաբար չի կարողանալու գնալ։ Իսկ ընդամենը եւ որոշում կայացնողները, որ մի քիչ երկար մտածեն, իրենց հարց կարան տան, ոնց է ստացվում, որ մարդը, որը մտնում է սուպերմարկետ կամ մոտակա պարտադիր չի հայտնի սուպերմարկետ լինի ամենամեծ անվանի բրենդի, ամեն տարածքում էլ այսօր գոնե մարկետներ կան, հա։ Մտնում է մարկետ, որտեղ կա բանջարեղեն, ու այդ մարկետի բանջարեղենը չի գնում, դուրս է գալիս փողոցից է գնում, ոնց է ստացվում, որ դա լինում է, այս պահանջարկը կողքի փոքր խանութից 50 դրամ երևի մատչելի է։ Կարող է ավելի մատչելի է, կարող է սոցիալական խնդիր է, կարող է էսա, որովհետև այդ նույն խանութում, այո, թարմության խնդիր, փոքր խանութներում ամեն օր են ստանում, մասնագիտացված չեն բանջարեղենի իրացման վրա, այնտեղ թարմության խնդիր լինում է։ Ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, եւ այստեղ ուզում եմ նաեւ անդրադառնանք մի կարեւոր եւս թեմայի։ Դուք ասացիք, որ միայն սնունդը ու հագուստը չի, սպառողի, այսպես ասած, իրավունքը դրանով չի ավարտվում։ Ամենատարածված ոլորտները որոնք են, որ խախտումներ են տեղի ունենում։ Օրինակ, ես մեկը արդեն գիտեմ, բայց ուզում եմ դուք ասեք, էլի ոչ այն երկուսը։ Շատ են, ինչի եմ ասում, մի րոպե կարող է ժամանակ տանեմ ձեզնից, բայց հետաքրքիր է պատմեմ, հա։ Մի պահ հավկիթի ձզվի շուկաներ ուսումնասիրում երկրում, բանակին էր մատակարարվել չմակնշազու մեծ աղմուկ էր եւ ամբողջ պետական ռեսուրսը դրված էր ձվի շուկայում աշխատանքներ կատարելուն եւ ամեն անհամապատասխանությունից հետո մամուլի հաղորդագրություն էր լինում, որ հարգելի քաղաքացիներ, եթե սա կտեսնեք, մեր հետ կապ տվեք, որ մենք խանութից հավաքի։ Տարվա վերջում, երբ որ բողոքների վիճակագրությունն ենք ուսումնասիրում, դրսի փորձագետներ են նաև եկել հանրային կապերի հետ կապված հասկանալու բողոքների մեթոդաբանությունը վերլուծության, ասացին, «Ես ինչ վատ վիճակ է ձեր մոտ ձվի շուկայում»։ Մենք սկսեցինք ծիծաղել, որովհետև մենք գիտենք, որ ձվի շուկայում այդ տարվա վերջում ամենալավն էր վիճակը, քանի որ այս ուղղությամբ շատ էինք աշխատել, շատ էինք հաղորդակցվել։ Հետ էին զանգի, ասել էին X խանութում սա կա, Y խանութում սա կա, եւ այդ ամեն ինչ արձանագրված էր որպես բողոք։ Փաստացի, բայց ինքը իրականում այսպես ասած ոլորտում կյանքի վիճակագրությունը, որ ամենավատ վիճակում տարվա ընթացքում ձուներ չկար։ Մի տարի էլ մարդու իրավունքների պաշտպաններ գրել, որ SSS ուղղություններում կա խնդիր, ես էլ ծիծաղում եի, ասում էի մարդու իրավունքների պաշտպանը մամուլով է որոշել գնահատական տա ոլորտերին, որովհետև այդ այն երկու ոլորտն է, որտեղ աշխատանքը կատարվել եւ հանրայնացում արվել։ Մնացած ոլորտերում ոչինչ չի արվել։ Հանրայնացված բան չկա, չեն տեսել գործ արվել է, թե գործ չի արվել, խնդրեմը շատ է, թե խնդրեմը քիչ է։ Երբ որ մենք պարզապես վերցնում ենք ահազանգերի վիճակագրությունը, այս ահազանգերի վիճակագրությունով մենք չենք կարող ճիշտ միայն դրանցով ճիշտ չափում անել, որովհետև հենց հիմա եկեք դուրս գանք ու մեր քաղաքացիներին ասենք, որ որպես սպառողներ
դուք ամեն օր բախվում եք տրանսպորտի խնդրին, վատ թանկ տրանսպորտա, որտեղ դա էլ է ձեր իրավունքների պաշտպանությունը, ու որոշենք հետ հաշվար կանել, ասենք դե հիմա ասեք որտեղ ամենաշատը ոտնահարվում ձեր իրավունքը, միանգամից կառուցությունից հետո բոլորը կասեն, որ տրանսպորտ է։ Այստեղ կախված է թե ինչ ուղղված է նաև թե հասարակական դաշտից, պետական ապարատը ամեն մեկը իր կատարված աշխատանքով ոնց է հանրայնացնում։ Հիմա երբ որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ասում է մոնիտորինգ եմ արել զեղչերի շուկան, 30 հատ խախտում եմ գտել։ Մարդը սկսում է հիշել իրան կեղծ զեղչով ինչքան են արել ու որ այդ պահին ասում ես ինչ ասում դե այսքան կեղծ զեղչ կա երբ որ սննդի անվտանգությունն է հաղորդագրություն տարածում որ հանրային սննդի օբյեկտ է փակել ինքը միանգամից այդ բանը ասում է հենա գնացեք մեր մոտի պոնչիկանոցի կամ շաուրմանոցի հիգիենայի վիճակը նայեք սկի ջուր չունեն իր համար ընկալումը դառնում է այդ երբ որ ինքը տանը նստած է լինում նույն օրը վիոլա ջրից գրությունն է ստանում որ եկել ենք ձեր հաշվիչը փոխել ենք ոնց որ վնասված է պետք է ավել փող տակ ահա այդ օրը իր համար վատագույնը դա է իսկ այն ընթացիկ խնդիրները որոնք եղել են կան ու տենց չեմ կարծում շատ արագ լուծվեն ինչու չեմ կարծում որ շատ արագ կլուծվեն որովհետև մենք որոշ դեպքերում զբաղվում ենք ինքնաբուժությամբ էլի որպես հասարակություն հա գլուխները սալմա չիմանալով որ անգամ կա դա ինչ որ բանի հետևանք կարող է ավելի խնդրեմ է մեր Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման մեծագույն խնդիրներից մեկն էլ նա որ մենք ասենց ասած եղունգից հոտ քաշելով խնդրեմը ախտորոշում ենք եւ այսպես ասած այնտեղ որտեղ որ մենք լուծումներ ենք բան գալի հողի վրա խնդրեմ ախտորոշած չի օդում է սենյակում է խնդրեմ ախտորոշված եւ այն լուծումները որոնք որ գալիս են հողի վրայի խնդիրների լուծելու համար չեն մի զավեշտալի հարց ինչ անել երբ մարդը դարակից վերցնում է ապրանքը գրված է միգին հասնում է միջև դրամարկը արժեքը փոխվում է եւ երբ ասում ես իրեն դու ես վատամարդ դուրս գալիս քեզ հետ են վիճում սիտակն է սխալ համակարգչային խնդիր է չգիտեմ դիեզերքն է մեղավոր մի անգամ սուպերմարկետներից մեկում ինձ ասեց վայ գիտեք ես ինչ շփոթմունք ա եղել ասացի ներողություն իսկ ոնց է ստացվում որ ոչ մի անգամ շփոթմունքով ավելի էժան չի լինում հանուն արդարության ասեմ որ լրիվ նույնը սուպերմարկետում ուղիղ 10 օր հետո Ես 1900 դրամով վերցրեցի ինչ-որ ապրանք, բերեցի կասա, դառավ 1300 դրամ։ Ու բոլորը ծիծաղում էին, ասում էին, տեսակ որ լինում է, կատակում ենք, որ հատուկ էին արել, բայց իրականում չեմ կարծում։ Շատ կարևոր է հասկանալ միտում կա թե միտում չկա, բայց դրա չափողը ոչ ես եմ, ոչ դուք։ Դրա համար նման դեպքերում պետք է դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, իսկ հիմա նաև մշակվում է նոր կարգ, որտեղ նաև մաքուր գրամների մակնշման հետ կապված հարց կլինի, որպեսզի մենք անգամ գրամի հետ կապված որևէ խնդիր չունենանք։ Նույն կերպ տեսեք մոլորեցնող դրվագ է, բայց քանի որ դա դեռևս իրավակարգավորումն այնպես չի, որ կարողանա լիազոր մարմինը միանշանակ չափել եւ այս խնդիրը տալ, կողքի դնում են երկու ապրանք։ Օրինակ լոլիկ։ Մի լոլիկի համար սահմանում են գինը 100 գրամով, մյուսի համար կիլոգրամով։ Խապկանք է լինում։ Իհարկե խապկանք է լինում, մանավանդ երբ որ տեսնում ես որ մեկը 500 դրամ է, մեկը 1000 դրամ, բայց պարզվում է որ այնտեղ 100 դրամն է 500 դրամ։ Երշիկի դեպքում էլ ասում են այս երշիկը կիլոգրամով ենք վաճառում, իսկ մյուսը հատիկով։ Այստեղ մարքեթինգի զոհ կդառնաս, եթե ուշադիր չլինես, մենք հաճախ կատակով ենք ասում, էլի մարքեթինգի զոհ դարձան, բայց դա իրականությունն է, տեսեք, դա իրականությունն է եւ մենք այստեղ ասած պետք է հասկանանք մարքեթինգը լավ աշխատեց, թե նաև անբարեխիղճ գործոն կար։ Ես ասեմ շատ դեպքերում մարդիկ պետք է լինեն ոչ միայն իրազեկ, այլ համախմբված մի այլ պատճառով եւս։ Մի տարի մենք ընդամենը մի քանի ահազանգի հիման վրա դիմել էինք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կապի օպերատորների հետ կապված, երբ համարը փոխում էին, բայց ես առաջարկում եմ մեկ ընդհանրապես կոդ հասկացությունը պետք է մարդկանց իրազեկենք, որ այլևս եթե 99-ը չի նշանակում։ Վիպայա 90 բիլայնա կամ յուկոմա կամ հա, այսինքն մենք զանգում ենք, չգիտենք ուր ենք զանգել։ Ընդամենը մի վայրկյան ուշացնում ենք եւ փողերը գնում են։ Փողերը գնում է ավելի մի քիչ երկար ես խոսում ես ձայնը չես լսել, հասկանում ես, որ կարող է վերջում հետ վճարայինով 30-40 հազար դրամի անգամ։ Դրա համար կա ազդանշան արդեն։ Դեպ ազդանշանը միևնույն է, քիչ էր, մենք տարբեր առաջարկություններ ունենք, բայց երբ որ ասում ենք, նախ ասեմ, որ հետագայում նաև իրենք համոզվեցին, թե ինչքան մարդ հետ գնաց, որովհետև ձեռք չէր տալիս։ Հասկանում էին, որ խնդրեմ են ստեղծում, բայց երբ որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից էր ասում են, իսկ ուր են այդքան քաղաքացիները, որոնք որ բողոքում են։ Ու մենք իրականում ունենք մի քանի բողոք, այնպես չի որ մենք բողոքներ չունենք ու պարզապես հարցադրում ենք վարձացրել։
Մենք ստիպված գնացինք, սկսեցինք մարդկանց բացատրել, ասեցինք, որ sense բան լի խնդրեմ կտեսնեք, ու արդեն մեր մոտ խնդրեմով դարձավ այո պատասխանները, բայց եթե դու դեպի մարդ չես գնում հասկանալու համար, ինչ պետքա բերես։ Շատ դեպքերում խնդիրը չի արձանագրվում։ Հիմա երբ որ առաջին հարցին գամ ձեր 70,000 մարդ ստորագրեց, որ տրանսպորտը պետքա 300 դրամ չդառնա։ Եթե մյուս քաղաքական ուժի ստորագրահավաքն ենք միացնում, ընդհանուր երկու ուժերը իրար հետ 100,000 ստորագրություն ունեն, որ դեմ են թանկացման։ Այսինքն Երևան քաղաքում փաստացի 100,000 մարդ բողոքել է տրանսպորտի դեմ, թանկացման դեմ։ Դա իհարկե հրաշալի է, բայց մենք այո, չփոխենք նաև մեր գովազդատու իրավունքները եւ կարճատև դադարից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։
Այդ շողերի պես Հորես իմ ճամփի Սուրճ ու սեր առավոտից 10:35 րոպե շարունակում ենք մեր աշխատանքը հանրային ռադիոյի ուղիղ եթերում եւ այսօր մենք զրուցում ենք սպառողների իրավունքներից մեր զրուցակիցը Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է եւ ինձ մոտ էսպիսի մի հարց առաջացավ հատկապես որ Տիգրանը բարձրաձայնեց որ իր տաբատը այսպես ասած անորակ է դուրս եկել թեպետ թանկարժեք բրենդից է այն գնել այստեղ հաճախ մենք տեսնում ենք որ մարդիկ զուտ անվան համար պատրաստ են վճարել աստղաբաշխական թվեր, բայց միայն թե ասեն, որ ահա այս բրենդից եմ օգտվում, այս պարագայում այդ բրենդամոլությունը որքան է խախտում հենց իրենց իրավունքները, որովհետև հաճախ սպասելիքներն ու իրականությունը իրար չեն բռնում։ Այ շատ հետաքրքիր հարց տվեցիք, որովհետև ասենք քիչ դեպքերից է, երբ որ մարդուն քիչ դժվար է խորհուրդ տալ։ Գիտեք, որովհետև առևտուրը միայն արտադրական արդյունք չի, հա, շոշափելի արդյունք չի։ Ձեռբերումը մենակ ապրանքի ձեռբերելուց կանոնական, նաև տենց մարդը հոգևոր իր որ տենց այդ իր ընկալմամբ հոգևոր էլի բառի սխալ զգայական նաև, հա, հաճույքի ինչ որ բավարարվածության էլեմենտները նաև պարունակում, ուրեմն մենք չենք կարող մարդուն ասենք հաճույք մի ստացի։ Ուրիշ բան չասեմ ձեզ, հա, մարդիկ ստրեսը հաղթալու համար ինչ են անում, գնում են շոփինգի։ Այսինքն այստեղ իրանց անհրաժեշտ ապրանքը գտնելը չի, չէ՞ միայն, այսինքն մարդը գնում է լիցքա թափվում է, ուրախանում է։ Հիմա ասեմ շուտ ես ուրախանում, չգիտես ինչ կլինի։ Մի քիչ չի լինի, բայց օրինակ շատ կարևոր է համայական գնում կատարելուց նաև հասկանալ թե բիզնեսը որքան պատասխանատու վերաբերմունք ունի ինքը իր ապրանքի, իր ծառայության նկատմամբ։ Սա շատ կարևոր է, երբ որ ինչ որ միտեղ տեսնում ենք, որ ակնհայտ ի սկզբանե երևում է, որ սպառողամետ մոտեցում չկա, դա նշանակում է, որ այդ բիզնեսը ինքը ապրանքների ընտրելուց էլ սպառողամետ բան չի ունեցել։ Ես ձեզ հիմա մի շատ հետաքրքիր բան պատմեմ, մի քիչ էլ ծիծաղելի, որովհետև պատասխանատու բիզնեսի մասին եմ խոսում։ Մի օր մեկը զանգեց, ասեց. Բիպան ջան, քեզ մենակ սպառողները պետք է զանգեն։ Չէ, չեմ տալու, իհարկե չեմ տալու։ Ասեց, քեզ մենակ սպառողները պետք է զանգեն, ասի։ Նայած ինչ հարց է, ասեց, ասեմ ինչ հարց է։ Քանի տարի է նույն երկրի նույն արտադրողից առնում եմ նույն կոշիկը։ Երբեք էս արտադրողի կոշիկը խնդրեմ չի տվել։ Այս տարի ասում ամեն 4-րդը տանում է, ոտը տակը կոշիկի բացվում է։ Իսկ մի հատ նորմալ լաբորատորիա ասես որ տանում ես կոշիկները ես ստուգել տամ, որովհետև այս արտադրողը խնդրեմ չի տվել։ Իրան է որ գրում եմ, ասում է ոնց ամեն տարի եմ արտադրել, հենց էլ այս տարի։ Տենց ինչքան հնարավոր էր Հայաստանի լաբորատոր պայմաններում, հա, հրազորության։ Գտանք փորձարկումների համար ինչ որ բան վերջում ինչ բարձվեց, որ Երևանում այդ տարի ահավոր շոկ էր։ Ահավոր շոկ ա եղել։ Մարդիկ դուրս են եկել տաք ասֆալտի վրա, ոտքը դրել են սոսնձի հետ կապված թուլացում, ոտն էլ մի քիչ ուռել է, տվել բացել է, որովհետև ի սկզբանե ոնց կար, կատակ արեցինք, ասեց, բայց ինչ պետք է անեմ, ես ոնց որ չեմ էլ կարա անորակ նորպես հետամ, ասեցի գրի օգտագործել մինչև 35 աշան ջերմաստիճանը դարձածը որ հասկանամ որ որտեվ իրականում որ արտադրական խնդիր չէր եղել, այսինքն կարող է չպետքա տենց արտադրվի, բայց քանի մենք այդ որակի չափորոշիչները չենք սահմանել, այն արտադրողներն մշտական ոնց արտադրելա, դա երևի թե ամենաշոկ համարներից մեկն էր, այնպես չի որ բոլորի հետ է լինում, բայց ով որ երկար մնում է հետո ոտքներ ուռում, հա, դուք հիմա մեզ ասում եք, բայց այդ բիզնեսը շատ պատասխանատու բոլոր ապրանքները ընդունել էր հետ նկատի չունեմ։ Տեսեք, հիմա դուք մեզ ասում եք սա կարթա, ժամկետը կարթա, պարունակությունը կարթա, սա կարթա, սա նայիր, սա տես, շատ մանր են գրված։ Այսինքն սպառողը, որ գնում է խանութ որևէ բան գնելու, պիտի շատ լարվի եւ փորձի ոչ մի տեղեկություն բաց չթողնել, որպեսզի կարողանա գնել։ Բայց կարդում է սպառողը, նույն այ հիմա ձեր կոշիկից անցում կատարում դեպի օթորակիչը, որտեղ գրված է կարող է աշխատել -7-ի պայմաններում։ Եվ գնում ես ասում դա ուղակի գրել ենք -7։ Բնականաբար սառում է չի կարող աշխատել։ Դուք գնացեք պլյուսի ժամանակ միացրեք եւ կտակածնի այդ օթորակիչը։ Իսկ դա ուղակի գրած է, ուղակի թիվ է գրած։ Շատ վատ է։ Ու այս դեպքում պարտադիր պետքա դիմել պատկան կառույցներին, երբ որ կայքում նշված է -7-ի դեպքում տեխնիկական պարամետրեր։ Հասկանում եմ, ես ավելին, այսպես ասած, երկու խմբի է բաժանվում, որոնք ներողություն, մի քիչ ավելի երկար, մի քիչ ավելի ներողություն եմ խնդրում։
մի քիչ ավելի երկար, մի քիչ ավելի կարճ կաշխատեն, բայց սառին կաշխատեն, չեն աշխատի, եթե մի անգամից ասում են, որ տվել են ոչ պատշաճ տեղեկատվություն, ապա արդեն իսկ անուղակի տեքստով ընդունել են, որ մոլորեցնում են սպառում, որովհետև եթե դու գիտես, որ չի աշխատում, անկախնից տեղ կանոնակ, ուրեմն չբերեիր այդ որակի ապրանքը, եւ տեսեք, այդ որ ասում արտադրողի եւ իրացնողի պատասխանատվություն։ Երբ որ դու գիտես, ինչ որ բանը գրածա, որ աշխատելու է 7 աշճանին, հա, մինչեւ ու դու փորձով գիտես, որ այդ ապրանքը 7-ին չի աշխատում, դու այլևս պետք է այդ արտադրողի այդ ապրանքը չբերես։ Դե ասում տակածնելու համար, զովացնելու համար, որպեսզի նաեւ չէ, որ չի իրավունք չունի օթորակիչը նախատեսված լինի միայն սառեցնելու համար, որովհետև գրքով գրածա, որ երկու ռեժիմի համար է։ Այլ հարց է, որ մենք որոշ դեպքերում օրինակ ունենում ենք, ես անձամբ եմ բախվել վերջերս նման խնդրի, ահազանգեր իհարկե, մարդը գնացել էր օթորակիչ առնելու, եկել են նայել են, ասել են, որ ունես լուսամուտների խնդիր, ունես մեծ դրան խնդիր, ճիշտ է քառակուսի մետրի հաշվարկով թվացել դու պետք է տանես այս չափը, բայց հաշվի առնելով, որ լրացուցիչ գործոններ կան, համակարգիչներ են միացված լինում անընդհատ աշխատող, նաև այս երկու լուսամուտը քո ուզած հատվածին շատ մոտ են, դու պետք է դնես ոչ թե 9000, այլ 12000։ Ինքն էլ ասել է, չէ, դուք չգիտեք, բերեք դրեք 9000-ը։ Այդ ընկերությունը, որից որ ինքը առել էր, ընկերությունն ասում է, այ մարդ, էլի համաձայն ենք, տանենք հիմա 12000 տարբերությունով տանք, բայց այդ տեղադրման, ապա մոնտաժման ծախսերը պետք է գոնե ինքը հոգա, որովհետև մենք պարտավոր չենք էլի իրա սխալի պատճառով ապրանքը ինչ գնով առել է, այդ գնով իրանից հետ վերցնենք, որովհետև իրան զգուշացրել ենք։ Բայց երբ որ ակնհայտ պայմանա սահմանվում մի բան, որը արգելված է, այդ դրա իրավունքը բիզնեսը չունի, այսինքն եթե գրած է, որ 7 աշճան, ուրեմն պետք է 7 աշճան աշխատի, վերջ, իրավունք չունի ասի։ Քանի որ քիչ ժամանակ ունենք, արագ մենք էլի հարցեր ունենք, Տիգրանն ունի հարց պատրաստած եւ ռադիոլսողներն են գրում, Տիգրան դու տաս, հետո ռադիոլսողներին առաջնայինը։ Արամայ Սահակյանն ասում է բարև ձեզ, օնլայն վաճառակետերից գնված ցակացած ապրանք հետ վերադարձ կա թե ոչ, օրինակ Whiteberries-ից։ Կարծեմ այնտեղ գրվում է, չէ՞, որ վերադարձման ենթակա է թե ոչ։ Ես օնլայնների հետ կապված շատ կարևոր երկու տեղեկություն եմ ուզում տալ մեր քաղաքացիներին, մեկ օնլայնները մենք պետք է տարանջատենք Հայաստանում, թե Հայաստանում չի, որովհետև եթե դուք օրինակ Հայաստանից տեղափոխողի միջոցով տեղափոխում եք, բայց գնումը հայաստանյան ինչ որ Հայաստանում գրանցված ընկերությունը չեք անում, հայաստանյան օրենքները չեն գործում։ Եթե Հայաստանում գրանցված ընկերության հետ գործում ենք, ապա այո, վերադարձի ենթակա է, բայց ընդամենը օրեր առաջ էլի հերթական ահազանգն ենք ստացել։ Հիմա մարդիկ ինչ են անում, հա, 21-րդ դարնա ճկուն են։ Նայում եմ օրինակ ձեր ասած ինչ որ հայտնի օնլայն հարթակներում ինչ ապրանք կա, որ էժան, հա, այդ հարթակից նկարը քաշում են։ Իրենք են տեղադրում։ Նկարի վրա մի երկու հատ դիզայն են ավելացնում, որպես իրանց ապրանք, հետո ասենք 12000 դրամանոց ապրանքը գրում են սուպեր գին 25000 դրամ։ Մարդիկ էլ չգիտեն, որ ընդամենը որ գնան մի հատ ուրիշ տեղ նայեն, 12000-ով կգտնեն, իրանցից 25000-ով առնում են, իրանք պատվիրում են։ Հասնում է, գալիս են, տանում են, փոխանցում են, բնականաբար ինքը անգամ որպես ԱԾ կամ ՍՊ գրանցված չի։ Խնդիր, դրա համար եմ ասում, գնում անելուց պետք է գոնե իմանալ ումից է գնումը անում, թե չէ, եթե օնլայնը կատարում ենք, այսպես ասած, ոչ թե ինչ-որ պահկված անհատից, որը ստվերային գործարքներ է անում, այլ գնում կատարում ենք տնտեսվարող սուբյեկտից, որ նաև օնլայն է աշխատում, ապա օրենսդրորեն նույն իրավունքներն ունեն եւ նույն պարտավորությունն է սահմանված։ Ես մի հարց ունեմ կապված առհասարակ մեր հեռախոսային ծառայությունների հետ։ Ցանկացած կազմակերպություն այ փորձի համար կարող եք վերցնել հեռախոսը, թեժգից ասվածին զանգահարեք, լինի դա բանկ, հեռախոսային օպերատոր, էլեկտրացանց, չգիտեմ, մեկ այլ ծառայություն, ամենուր բոլոր օպերատորները զբաղված են։ Սպասիր, խնդրում ենք սպասել։ Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Ու այդպես էլ ոչ ոք չի պատասխանում։ Ես ինքս շատ եմ լսել, որ խնդրում եմ սպասել, հենց այդ բառը լսել եմ, հասկացել եմ, որ արդեն պետք է գնամ ուրիշ գործով զբաղվեմ ու ոչ էլ կարևոր է իմ զանգը իրանց համար, ու այդքան էլ կարևոր չի իրենց համար։ Տեսեք, կա լավ վատ երևույթ եւ կա օրենքի խախտում։ Մենք գործ ունենք ստեղ վատ երևույթի հետ։ Այո։ Բայց ինչի օրենքի խախտում չի եւ ինչու նաեւ չպետք է գնանք դեպի կարգավորման, հա, պարտադիր իրավական կարգավորման, որովհետեւ սա իր հերթին առաջացնելու է խնդիր։ Մենք օրինակ բանկերում
դրսում էլ եղած կլինեք, տեսած կլինեք, թե ինչքան երկրներ կան, որտեղ մեր նման ենթակառուցվածք ունեն բանկերը, ընդարձակ տարածքներ են, մի քանի պատուհան աշխատում, երկրներ կան, որ գնաք կտեսնեք ընդամենը փոքրիկ պատուհան է, լավ էլ հերթեր են գոյանում, շատ քիչ կետերով են սպասարկում, ինչ տարբերություն է տալիս։ Մի դեպքում բանկի ծախսը շատ է, մի դեպքում բանկի ծախսը քիչ է։ Շատ ծախսի պարագայում բնականաբար իր մոտ ամեն ինչը պետք է լինի թանկ, այդ թվում մեզ մատուցվող ծառայությունը։ Քիչի պարագայում շանս կա, որ իր ծախսերը, քանի որ քիչ են, ապրանքի այսպես ասած ծառայության գինն լինի ավելի քիչ։ Հիմա կամայական այս կարգի ծառայություն կլինի թե հանրային ծառայության ինչ-որ ոլորտ կլինի բանկը, որը այդ ծառայություն թե կապի օպերատորը, որ կա, երբ որ դու օրենքով իր առջև դնում ես պարտավորություն, ինքն էլ կարող ասի խնդիր չկա, ես իմ օրքուրի երեխեքին կբերեմ աշխատակիցները քիչ են։ Հենց դրա համար եմ ասում, որովհետև այս ոլորտներում աշխատակիցների թիվը գալիս է ազդում է ապրանքի եւ ծառայության արժեքի վրա։ Փակեն այդ ծառայությունը, որպեսզի տարբերակ, այ շատ ճիշտ եք ասում, բայց շատ կարևոր է բարեխղճություն։ Այդ տեսեք, երբ որ օրինակ բիզնեսը հասկանա, որ վատ իմաստով, հատկապես այն բիզնեսը, որ մենաշնորհային չէ։ Օրինակ, տեսեք, կապի օպերատոր, մի քանի օպերատոր ունենք, մենք կարանք ընտրություն կատարենք, բայց ունենք հեծի դեպքում, մի կամ գազի դեպքում, կամ ջրի դեպքում ունենք մեկն է։ Այսինքն այնտեղ որտեղ մեկն է, մենք պետքա գոնե մինիմալ պայմաններ սահմանենք, որ այս պայմաններին պետքա բավարարի։ Այնտեղ որտեղ մրցակցություն է, մենք որպես հասարակություն պետքա մեր վարքագծով ցույց տանք, որ լավ բանը գնահատվում է, վատ բանը թիրախավորվում է։ Գիտեք, ես երբ ասում սպառողը պետքա լինի հետևողական, մի օր ստացա հասանք, քաղաքացին ասում դե ապրանք եմ առա հետ չեմ վերցնում, դա թացակակն ասում որ հիմա գրավոր պետքա գցեցա։ Այո, զալա չունեմ, դուք կարող եք գրեք։ Ահա։ Ասում լսեք, երբ որ ասեիք ես չեմ կարա կողնեք, գրենք կողնեք, բայց եթե դուք զալա չունեք, այդ ինչից եք որոշել, որ դուք ձեր իրավունքի զալեն չունեք, ես ձեր իրավունքի զալեն ունեմ։ Դուք չունեք, ես ավելի շատ չունեմ։ Շատ հաճախ հենց այդպիսի պատի ենք մենք բախվում, երբ մարդը պարզապես հավես չունի, գնի այդ ընդհանցակարգերի հետևից եւ իրան գիտի պետք է տանի ապրանքը եւ ետ վերցնել եւ վերջ։ Այստեղ Մարինա Թագակչյանը գրում է արտադրողը որակյալ մտնում է շուկա, հենց անուն է ձեռք բերում, սկսում է որակա զրկել, սպառողը միևնույն է արդեն սովորել է իրեն։ Այո, արդարության համար ասենք, որ այդպիսի ճշմարտություն կա, բայց այդ ընկերություններն են, որոնք հեռուն չեն նայում, որովհետեւ եթե որակը գցեցիր, կարճ ժամանակ անց կորցնես նաև սպառողներին։ Գալու ընդամենը 2 րոպե առաջ ասածս մտքին, երբ որ պրոակտիվ սպառողի ինստիտուտը ձևավորվում է, պահանջարկա ձևավորվում։ Մենք մի տարի պաղպաղակի շուկան մոնիտորինգ արեցինք անընդհատ, ամբողջ ամառ խոսում ենք պաղպաղակից այդ մի տարին։ Հետո տարվա վերջում մենք տեսանք, որ այդ տարի պաղպաղակի արտադրության ծավալները երկրում նվազել են։ Որովհետև մարդիկ հասկանալով, որ լավը չի, սկսեցին չօգտագործել։ Հետո արտադրողները միանգամից գտան մամուլ, որը ողջևորված գրեց, որ մենք հատուկ ենք այտենց անում, որ մի հատ դրսի ընկերություն գա, եւ ես էլ շատ արագ ասեցի, չէ, հատուկ չեմ անում, որ դրսի ընկերություն գա, հատուկ եմ անում, որ հասկանան, որ պետք է նաեւ լավ բան արտադրեն, որովհետեւ այդ տարի ամբողջ շուկայում 1 կամ 2 պաղպաղակ կար, որը միայն կենթանական ծագման հումքով էր, մնացածները բուսայուղ էին օգտագործում, ու դրա հաջորդ տարվանից սկսեցինք արդեն նաեւ կենտրոնական ծագման յուղով բացառապես պաղպաղակի արտադրական ծավալները երկրով մեկ մեծացնել։ Հիմա երբ որ ես ասեի, ըհը, գրեցին, տեսեք, ես գնացի տենց չարչարվեցի, փոխանակացին, ապրի մի հատ էլ իմ մասին գրեցին, որ ես սրա համար հայն տարապես հետաքրքիր չէ, այսօր կգրեն հաջորդ օր լրիվ ուրիշ պատկեր կլինի, նորից կտեսնեն, որ այն ինչ որ ասում էին զուտ անիմաց դավադրության տեսություններ։ Դրա համար եմ ասում, պետքա մենք մի տարի ունեցանք խնդիր, շատ վատ բան եմ ասում։ Քաղաքացին գնել էր գարեջուր, կներեք, բայց պետք է ասեմ, զզվելի բան, խմել էր եւ խմելու ընթացքում ինչ-որ բաներ նկատել, որ եկավ տպավ իր բերանին, հետո տեսել էր շշի մեջ, կներեք, տառական։ Կոկտեյլ է եղել, այսինքն, գարեջուր, կոկտեյլ է եղել։ Երբ որ ինքը այդ նկարը գցել էր, նկարել եւ գցել էր համացանց, մի քանի լրագրող տարել էին բնականաբար նաեւ նյութեր սոցիալական ցանցերում թիրախավորվել էր այդ քաղաքացին։ Աստված իմ։ Ինքը ջնջեց։ Ինքը այդ մարդը իրականում խնդրելու բախվելուց հետո ասել են, այս հաստատ այն մյուս գարեջրի ծանոթն է։ Այստեղ միշտ այդպես է միջալոց։ Բարձրաձայնողը միշտ թիրախավորվում է, շնորհակալություն պարոն։ Բայց չպետք է վախենա, ձեր շնորհակալություն։ Պարոն Պեպյանյանը ինչպես միշտ մի ամբողջ եթերաժամ նույնիսկ չի կարող։ Մի քիչ շատ նույնիսկ դու երկար մնացիք նախատեսվածից, հիշեցնենք սիրելի ռադիոլսողներ, մեզ այսօր մեր շատ հարցերի պատասխաններ տվեց իրազեկ եւ պաշտպանված սպառողասերական կազմակերպ
կազմակերպության նախագահ Պապկեն Պիպոյանը, իսկ դուք զանգահարել եք Սուրճ եւ Սեր առավոտից հաղորդմանը։ Եթե ուզում եք միանալ ադմինիստրատոր Լուսինեին, սեղմեք 1։ Եթե ուզում եք միանալ հաղորդավարներին, մուտք գործեք Սուրճ ու Սեր առավոտից հաղորդման Facebook-յան էջին։ Կամ զբաղվածան բոլորի զանգը մեզ համար անչափ կարևոր է։ Կվերադառնանք քիչած, մի հատ լուսանկարում ենք մեր հյուրի հետ եւ այնուհետեւ կվերադառնանք։ The look that's in your eyes has got me all in. Place it in my mind, goes through the orbit. Rings around me, I can't shake. Darkness, shield the light away. Lonely being fly away because me. Prepare for takeoff with no destination. Carefree, we can separate from everything. No fear in you, cause with me you feel safest. Only you and I here. The love I have for you reaches the moon. I travel galaxies. Cause there's a certain thing I won't do to have you. Oh, hey. Սուրճ ու Սեր առավոտից։ 10:53 ժամանակը շատ արագ է, այսպես հոսում, ծորում, ես կասեի, շատ արագ է սպառվում, նույնիսկ մեր հյուրերի հետ ժամանակաժամանակ տեսնում ենք սողություն, ժամանակը սողություն է։ Հատկապես երբ հետաքրքիր է թեման, նաև մեր ռադիոլսողներն են ակտիվանում, Արմեն Գրիգորյան, օրինակ ինչի եք ջնջել ձեր մեկնաբանությունը, շատ ափսոս, որովհետև մենք հասցրել ենք այն ընթերցել, խոսում էր, որ 3 խանութում մի բանավեճի է ներկա գտնվել եւ մի կերպ է փրկել վաճառողուհուն 2 տիկնոջից, այո, հակառակն է լինում, եկեք հարգանքով լինենք մեկս մյուսի նկատմամբ եւ հաճախ տարատեսակ խնդիրների պարագայում վաճառող բացարձակ մեղավոր չէ։ Այո, իսկ ես առանձնացրել եմ մեկ լուրջ մարզական աշխարհից անպայման։ Երեք ֆուտբոլ է եղել, դա է առանձնացրել։ Պետք է հրապարակենք բնականաբար Ֆրանսիայի լիգայի առաջինի 26-րդ տուրում Paris Saint-Germain-ը տան ընդունել է Մարսելին եւ 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Մի լուր էլ կար։ Ովքեր բաց են թողել։ Կարծեմ Լիվերպուլն էր խաղում, եթե չեմ սխալվում։ Ես հիմա դա էլ կասեմ։ Խոսքը Ինտերի մասին է, Ինտերը հաղթել է Ատալանտային, իսկ Մխիթարյանը փոխարինվել է։ Այո, Ասիայի 29-րդ տուրում Միլանի Ինտերը հյուրընկալվելիս մրցել է Ատալանտայի հետ եւ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, հանդիպան հաշիվը 54-րդ րոպեին բացել է Կարլոս Աուգոստոն։ Իսկ 87-րդ րոպեին հյուրերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Նաև ասեմ, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հնդրիխ Մխիթարյանը Ինտերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 75-րդ րոպեին, տեղը զիջելով Դավիդը Ֆրանտեզին։ Ինձ թվաց
Պրոթեզի։ Հասկացա։ Մեր տան օրինակ թեժեր, ինչպես եւ ֆուտբոլային դաշտում, որովհետեւ ֆուտբոլ էին նայում, երկրպագում էին, նյարդայնանում էին, պես ինչպես միշտ չէի հասկանում։ Ինչևէ, շարունակենք սիրելի ռադիոլսողներ, վերջին րոպեներն են ծրագրի եւ իհարկե անդրադառնանք նաեւ, այո, օրվա փոխարժեքին։ Ամերիկյան 1 դոլարը 391 դրամը 74 լումա, եվրոն 426 դրամ 88 լումա եւ ռուսական ռուբլին 4 դրամ մոտավորապես 5 լումա։ Դեռ վայելելու են կարևային առանց տեղումների եղանակ, այս պայմանագրակ Երևանում 15 աստիճան տաքությունը եւս 5-ով կբարձրանա ջերմաստիճան, այս ամենը մինչեւ 19 մարտի 19-ից 18-ից։ Այո, հետո ագրևներ կսկսեն, մի քիչ ջերմաստիճանի նվազում կլինի, ուղղակի ուշադիր եղեք, որ հանկարծ չմրսեք, հատկապես որ այստեղ խնդիր կա, որ օրինակ ասում են թե վիրուսների թիվը շատացել է, բայց հաճախ նաև դրա հետևանքն այն է, որ մենք ուղղակի շատ արագ ենք ուզում գարուն գա եւ շուտ ենք, այսպես ասած, թեթևանում։ Ուշադիր եղեք, որպեսզի չմրսեք, որովհետեւ առողջությունն ամենակարևորն է, ամենագլխավորն է, եթե ունենք առողջություն, ապա մնացյալին մենք մեր ուժերով կարող ենք հասնել, դժվարություններն էլ կարող ենք հաղթահարել։ Հաջող երկուշաբթի ենք մաղթում բոլորիդ սիրելի ռադիոլսողներ։ Այսօրվա համար այսքանը ձեզ հետ են Լուսինե Մուրադյանը եւ իհարկե ոչ պակաս սիրելի Տիգրան Հարությունյանը։ Եվ իհարկե մեր ոչ պակաս սիրելի ունկնդիրները շնորհակալ ենք։ Մինչ հանդիպում վաղ հեռավորության։ He said go dry your eyes and live your life like there is no tomorrow, son. And tell the others to go singing like a hummingbird, the greatest anthem ever heard. We are the heroes of our time, but we're dancing with the demons in our minds. We are the heroes of our time, heroes. We're dancing with the demons in our minds. Heroes. We are the heroes of our time. Heroes. But we're dancing with the demons in our minds. Heroes. The crickets sing a song for you. Don't say a word, don't make a sound. It's life's creation. I make worms turn into butterflies, wake up and turn this world around in appreciation. He said I've never left your side when you were lost, I'll follow right behind. Was your foundation.